Ես արդեն մի տեսախցիկի ներկայությամբ դա արեցի, հիմա նորից եմ ասում, մնացած բոլորի համար։ Բոլոր այն անձինք, ովքեր որ կասկածվում են գողության, սպանության, մնացած քրեորեն պատժելի հանցագործությունների մեջ, դիմում գրեք հանրապետական կուսակցություն եւ դրանից հետո ներկայացրեք դա կամ դաշնակցություն եւ դրանից հետո ներկայացրեք ազատ ներկայացրեք դա որպես քաղաքական հետապնդում։ Այս ի՞նչ դրամաբանություն է։ Այսինքն այդ մարդը որտեղ ջիպից դուրս եկե հեղափոխության ժամանակ մարդ էր տշում, մարդ էր խփում, բաներ անում, այդ դուք ուրիշ հարց տվեք, գնացեք Սերժ Սարգսյանին հարցրեք, ասեք իսկ ինչի Տիգրան Աբրահամյանին, Հայկ Մամիջանյանին, Արմեն Աշոտյանին չեք ներկայացրել, այն մյուսին չեք ներկայացրել որպես տեխնացու, այդ տաղուն ով էր ճանաչում, իր մասին միակ տեղեկությունն էր, որ միտինգի ժամանակ մարդկանց հարձակվել բանը Սերժ Սարգսյանը, ինքը տենց շախմատիստ է իրան պատկերացնում, բայց վատ է շախմատ խաղում, նարդի մակարդակով է շախմատ խաղում ու ամեն ինչ մի քայլ հետո պարզ է դառնում, արվել է դա նրա համար, որպեսզի դուք հարգելի լրագրող ինձ հիմա հարց տաք եւ Դավիթ Համբարձումյանը ներկայացվի որպես քաղբանտարկյալ, հարց եմ տալի քաղաքական առումով, ում է պետք Դավիթ Համբարձումյանը, ում է հետաքրքիր Դավիթ Համբարձումյանը քաղաքական առումով